Շարունակեմ մեր հարցազրույցը, այս գաղափարները, որ մենք արտահայտում ենք, այս գաղափարները մոլորակի 8.5 միլիարդ մոտորապես բնակչությունը ոչ մեկի մոտ այս գաղափարները չկա։ Դա ունի միայն հայազգը։ Եվ հիմա ներկայությամբ մենք կործանման եզրին գտնելով իմ գլխավոր նպատակն է, մենք երկուսով ուզում ենք, որպեսզի առաջերտին փրկենք մեր այս կործանված վերջին հայազգի մոտորապես 28.500 քառակուսի կիլոմետր արևելին Հայաստանի պետականությունը փրկենք, այնուհետև առանց հնարավոր ամեն ինչով, առանց պատերազմի մենք ի վիճակի ենք փրկել նաև մեր երեք ծովերի մայր Հայաստանը։ Մենք ի վիճակի ենք դա անել։ Մենք պետք է հավատանք մեր մտածող ուղեղին, ոչ թե մեր փորին, ստամոքսին, այլ մեր մտածող ուղեղին, քանի որ ուղեղն է մտածում այն, ինչ որ դու ցանկություն ունես, ձգտում ես, բայց եթե դու ցանկություն չունես, մենակ ուտելու համար ես մտածում, այս մեր բոլորի դժբախտությունն է, դրա համար մեր ազգը գտնում է այս խայտարը կործանման Նիկոլի հրահանգներով Ալիև Թուրք Էրդողանի պատճառով գտնում է կործանված եզրին։ Նիկոլը իմանա, որ մի ժամ հետո իրեն հանելու են վարչապետի պաշտոնից, իրան պետք է գնդակահարեն որպես դավաճան կաշ պետականով են իրաբանով են կաշառակեր, նա կխնդրի Ալիևին զանգելով Ալիևին, որ մի հատ օդ կրակի դեպի Հայաստանի տարածք, ինքը կապիտուլյացիան որ ստորագրեց, արևելյան Հայաստանի տարածքում որևէ մարդ, հայ, ատոմային ջրածնային զենք էլ ունենա, իրավունք չունի օգտակ չի կրվելու, որտեղ գլխավոր կապիտուլյացիան ստորագրել է, ոնց որ ստորագրել են Ղարաբաղում։ Ղարաբաղում կարային չէ անեին, բայց ընդեղի ղեկավարությունը նույնպես ծախված էր։ Ես ընդեղ եմ ասել, որ այս երկու հատ օրենքը ընդունելով պատերազմ չի լինելու, որտեղ դեբիլները, անգրագետները, չհասունացած բութերը այնտեղ էլ կային ղեկավարության շրջանակում։ Եվ այդ օրենքները չստորագրելով Արցախը, Ղարաբաղը ծախեցին մուսուլման երկրորդ քոչվոր մոլախոտերին, այսպես կոչված ադրբեջաններին։ Դրա համար մենք այս պարտադի ի վիճակ ենք եւ փրկենք մեր ազգը եւ այս կործանված 28.500 Հայաստանը եւ 300-400 քառակուսի կիլոմետր մայր Հայաստանը, երեք ծովեր Հայաստան, մենք ի վիճակ ենք փրկել։ Հավատացեք, մեկնաբանություններ գրեք, մի վախեցեք։ Ամեն ինչ լավ կլինի, միայն թե հավատանք իրար, մեր մտածող ուղեղին, ոչ թե մեր փորին ու ստամոքսին։ Այս է ճշմարտությունը, մենք պարտադի պետք է հաղթանակենք, հավատալով մեր ուժերին, որ ոչ մի ազգ, ոչ մի ցեղք չունի, մեզնից բացի։ Այս է ճշմարտությունը։ Հրտավ։ Ասա անդամագրվեք։ Անդամագրվեք մեր այս հարցազրույցին։